մետերն ասում են, որ իրանցը խոնարհեցնի կբարձրանա։ Այսինքն Ադամի անկումից հետո մարդու բարձրացման ճանապարհը խոնարհությունն է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մենք պետք է խոնարհվենք, որ բարձրանանք։ Հիմա այդ խոնարհվելու ճանապարհը ինչպիսի ճանապարհ է։ Արտաքին է թե ներքին է։ Իրականում ներքին է, խոնարհությունը, խոնարհամտությունը, մենք ներքուց պետք է խոնարհամիտ լինենք։ Խոնարհամիտ ինչ է նշանակում, իրեն մեղավոր զգալ, մեղավոր ճանաչել, այդ մեղքերի համար ապաշխարել սաճալ։ Եվ այդ ներքին խոնարհամտությունը ապահովում է արտաքին խոնարհությունը։ Այսինքն, երբ որ մարդը խոնարհամիտ է, մտքով է, սրտով է խոնարհ Աստծո առջև, նաև խոսքով է խոնարհ, նաև գործով է խոնարհ, նաև մարդկանց հանդեպ է խոնարհ, բայց երբ որ մարդը ներքին խոնարհ մարդը բոլորին ձգում է դեպի իրեն, հպարտ մարդը բոլորին վանում է, չգիտեմ, հպարտ մարդու երգեցողությունը, հպարտ մարդու խոսքը, զրույցը միանգամից վանողական բան ասես, չես կարող լսել։ Խոնարհությունը շատ գեղեցիկ է։ Խոնարհ մարդը երբեք իրեն առաջ չի տանում, երբեք չի կամքը իր պարտադրում մարդկանց։ Սպասում է վերջինն է խոսում։ Եթե հերթ կտան կխոսա, եթե չեն տա չի խոսա։ Այսինքն այս կարևոր է ներքին խոնարհամտությունը։ Եվ այդ ներքին մեր խոնարհամտությունը, այսինքն մենք միշտ մեզ ոչինչ պետք է համարենք։ Սա ինքնախարազանում չի, սա ինքնադատապետում չի, սա սես տանջանք չի։ Երբեմն մենք այդ խոնարհամտությունը սես տանջանք ենք պատկերացնում։ Չէ, ես վատն եմ, վայ, ես վատն եմ, ես պետք է անընդհատ տանջում, չէ, հայ ես վատն եմ։ Բայց ինչ որ կա Աստծուն է, փառք Աստծո։ Տեսեք ինչ գեղեցիկ խոնարհամտություն կա, որը ինքնատանջանք չի, ինքնախարազանում չի, մազոխիզմ չի։ Խոնարհամտություն երբեք մարդիկ մտածում են դա մազոխիզմը չէ, սխալ, ուրեմն մենք սխալ ենք հասկանում խոնարհամտությունը, չէ։ Սա ներքին պահանջ է խոնարհամտությունը, ներքին ցանկությունը։ Դու ես խոնարհ լինի, որտեղ հպարտություն շատ ես տուժել։ Երբ որ դու սիրես խոնարհությունը, չես հպարտանում։ Բայց երբ որ դու ընկնես մազոխիզմի հետև, տանջանքով, քեզ ստիպելով խոնարհեցնես, այդ խոնարհամտություն չի։ Հպարտության դեմ խոնարհություն։